Կան կոմֆորտ ֆիլմեր, որոնք որ փորձում են հարմարվեն ու դուր գան դիտորդին։ Ու կան ֆիլմեր, որոնցից հետո ուղղակի լուր նստած ես, որովհետև շունչդ չի հասցնում սրտիդ հետևից։ Ու «Одержимость»-ը այդ ֆիլմերից մեկն է։ Այս պատմությունը այն մասին է, թե ինչպես է տաղանդավոր երիտասարդը բախվում ամենադաժան ուսուցչին, որին դու հանդիպել ես ֆիլմերում։ Բայց սարսափելին այնն է, որ այդ ուսուցիչը հրեշ չէ։ Նա սիստեմա է, որը հասցվել է աբսուրդի։ «Одержимость»-ը հիանալի ցույց է տալիս, որ հանճարը հաճախ ծնվում է ոչ թե ոգեշնչումից, այլ ցավից։ Ու ֆիլմը տալիս է տհաճ հարց. արդյոք դու վստահ ես, որ դու ուզում ես հասնել հաջողության, եթե պետքա այս գինը վճարես։ Այս ֆիլմը խաղում է նյարդերի վրա, ճնշում է երաժշտությամբ, ռիթմով ու լռությամբ։ Ու ինչ որ մի պահ դու քեզ սկսում ես զգալ այդ նվագախմբի մի մաս, որը մի քիչ էլ չի դիմանա։ Իսկ վերջի տեսարանը ուղղակի կուլմինացիա չի։ Դա ատելության, հարգանքի, վրեժի ու ազատության եռման խառնուրդ է։ Այնտեղ չկան ճիշտ պատասխաններ, այդտեղ միայն արվեստ է։ Ու եթե դու դեռ չես տեսել «Одержимость» ֆիլմը, ավելի լավ է նայես, որպեսզի հասկանաս իսկական վեհության գինը։